Տիկին Քալաշյան վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայհոյախառն գրառումներ էր արել, որը որքան էլ զարմանալի է, աջակցող գրառումներով կիսվել էին իրենց էջերում կրթական հաստատությունների ղեկավարներ եւ մանկավարժներ։ Այս վարքագիծը բնականաբար անհամատեղելի է կրթական միջավայրի հետ, բայց փաստն արձանագրված է, որ այն տեղի է ունեցել։ Ձեր կարծիքով ինչպես պետք է վարվել նման պարագաներում, ինչ մեխանիզմով պետք է քննարկվի կրթական հաստատության կամ մանկավարժի նման վարքագիծը։ Նախ եկեք հասկանանք, որ հանրային տիրույթում, իրենց հանրային խոսույթում հայոյանք եւ հայոյախառն արտահայտություններ օգտագործող պրոպագանդող նման արտահայտությունների պրոպագանդա իրականացնող ուսուցիչները պիտի կրթական հաստատություններում տեղ չունենան։ Իսկ առհասարակ թե եկեք սկսենք այնտեղից, որ արդեն իսկ խնդրահարույց է, որ պետական կարևոր ինստիտուտներ ներկայացնող անձինք պարբերաբար չեն վերահսկում իրենց խոսույթը եւ օգտագործում են հայախառն անընդունելի այսպես խոսույթ, ինչը տարածման հետագայում տարածվում է եւ ցավոք սրտի տարածվում է նաեւ ուսուցիչների կողմից, մարդկանց կողմից, ովքեր կարևոր ազդեցություն ունեն սերունդների կրթման ու դաստիարակության հարցում եւ եթե նման մարդիկ նման խոսույթը հեշտությամբ տարածում են հանրային տիրույթում իրենց դեմքով համիտեղ, որտեղ իրենց աշակերտների ծնողները հետևում են իրենց, ապա ինչու չի բացառվում այն, որ իրենք նույնը օգտագործում են նաեւ առերես շփման ժամանակ, երեխաների ժամանակ կամ իրենց այդ արժեհամակարգը չի փոխանցվում նաեւ դասարանում իրենց աշխատանքի ազդեցություն չի գործում դասարանում իրենց աշխատանքի վրա։ Սա հակասում է նաեւ, եթե այսպես մեծ հաշվարկով նայենք Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենքին, որովհետեւ ըստ կրթության մասին օրենքի պետք է կարողանա ուսուցիչը ազդեցություն ունենալ ավելի այսպես բարեկիրթ արժեհամակարգ ունեցող բարձր արժեհամակարգ ունեցող աշակերտի ձևավորմանը, սովորողի ձևավորմանը, իսկ նման խոսույթ պրոպագանդող ուսուցիչը դժվար թե կարողանա բարձր արժեքներ ունեցող աշակերտ դաստիարակել։ Այստեղ մենք խնդիր ունենք որոշակի վարքականոնի, շփման ձևերի, այսինքն ուսուցիչների համար որոշակի վարքային կանոնների ձևավորման, ինչը մեր երկրում չի եղել եւ չկա։ Ես հիշում եմ տարիներ առաջ փորձ կատարվեց ուսուցչի վարքականոնի ներդրման, ինչին ես ինքս էլ դեմ էի, որովհետեւ կար միայն ուսուցչին պատժելու մեխանիզմներ, բայց թե ինչի համար դա պիտի իրականացվեր, որ գործողությունների, ինչ սկզբունքներով դա պիտի ներդրվեր, հստակ նշված չէր եւ տպավորություն էր ստեղծում, որ թե այս վարքականոնի ներդրումը ուսուցիչներին կառավարելու միջոց է դառնում, թե դպրոցի անձնակազմի եւ թե այլ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց համար, իրականում ուսուցչի վարքականոնի կարիքը իհարկե կա եւ որը պիտի սահմանի, թե ուսուցիչը հանրային քաղաքական ինչ վարքագիծ պիտի ունենա, երեխաների հետ շփման ինչ կանոններ պիտի ունենա եւ ինչի պակասը փաստացի մենք այսօր զգում ենք։ Դուք խոսում եք վարքագծի կարգավորման մեխանիզմների մասին։ Կա աշխարհում արդյոք նման փորձ, նման հաջող փորձ եւ արդյոք Հայաստանում եւս պետք է ներդնել նման մեխանիզմ։ Եթե այսպես լայն ուսումնասիրության ենթարկենք, ապա մեր կողմից երբ պարբերաբար համեմատության մեջ դրվող երկրները մեր համար այսպես օրինակելի համարվող տարբեր երկրներում, արևմտյան երկրներում, չգիտեմ, ԱՄՆ-ում կա վարքականոններ ուսուցիչների համար, յուրաքանչյուր կրթակարգ ոնց որ ինքն է սահմանում, ուսումնասիրում, սահմանում եւ որոշում, թե ինչպիսին պիտի լինի այդ վարքականոնը եւ ես կարծում եմ, որ ուսումնասիրելով նաեւ միջազգային փորձը կարելի է այսպես հաջող նաեւ օրինակ ստեղծել մեր երկրի համար, քանզի իրականում պարբերաբար մենք տեսնում ենք, որ ուսուցիչների հետ կապված տարբեր միջադեպերի ժամանակ օրենքի դաշտում, թե օրենքից դուրս դաշտում մենք չգիտենք դրա ճիշտն ու սխալը եւ ուսուցիչը ինքն էլ երբեմն չի պատկերացնում, թե ինքը ինչ մեծ
մեծ ազդեցություն ունի, իսկ իրականում ուսուցչի ազդեցությունը կարելի ասել ազգային անվտանգության հարց է նաև երեխաների վրա, որովհետև ի վերջո այդ ուսուցչի տված արժեքներով է ձևավորվում վաղվա քաղաքացին եւ պիտի հաշվի առնել թե ինչ արժեքներ է տալիս այդ ուսուցիչը ու այս պարագայում եւս ուսուցիչը պիտի օրինակ քաղաքականացված չլինի, պիտի քաղաքականությամբ չզբաղվի, պիտի որոշակի քարոզչությունից զերծ մնա։ Մենք երբեմն խոսում ենք, որ այո, դպրոցը պիտի լինի ազատ, աշակերտը պիտի ազատ մտածի, ուսուցիչը պիտի ազատ մտածի եւ այդ ազատությունը մենք շփոթում ենք քարոզչության հետ, երբեմն տեսնում ենք իրավիճակներ, երբ դպրոցում հստակ քարոզչություն է իրականացվում, հիմնականում քաղաքական քարոզչության մասին է խոսքը, բայց այլ երևույթների եւս կարող ենք ականատես լինել, մինչդեռ իրականում ուսուցիչը պիտի կարողանա ոչ թե քարոզչությունը իրականացնել, այլ զարգացնել օրինակ երեխայի քննադատական մտածողությունը, ինչը թերևս չի կատարվում, այսինքն ուսուցիչը քննադատական մտածողություն զարգացնելու այդ երևույթը պատկերացնում է քարոզչություն անելով, սակայն իհարկե կան ուսուցիչներ, ովքեր հրաշալի կարողանում են իրենց աշխատանքի այդ առումով անել, բայց շատ դեպքերում դա վերածվում է քարոզչության։ Հիմա եւ նախկինում ուսուցիչների զգալի մասը իշխանությունների կողմից ներգրաված է եղել քաղաքական քարոզչության մեջ, քանի որ ուսուցիչների զգալի մասն է ներգրաված, դժվար է պատկերացնել, որ կարելի է համակարգը առողջացնել նման ներգրավվածություն ունեցող ուսուցիչների համակարգից հեռացնելով, քանի որ այդ դեպքում համակարգը, կրթական համակարգը պարզապես կփլվի։ Ինչ անել այս դեպքում։ Այո, ցավոք սրտի ուսուցիչները բոլոր ժամանակներում ամենայն դեպս ինչ որ ես եմ ուսումնասիրում կրթական դաշտը ներգրավվածություն ունեցել են քաղաքական process-ների մեջ, մենք կարող ենք նախկինում էլ տեսնել հրապարակված մամուլում փաստեր կան, որ ուսուցիչները քարոզչական այդ process-ի մաս են կազմել, փորձել են որոշակի ազդեցություն ունենալ ընտրողների վրա, իրենց աշակերտների եւ ծնողական համայնքի վրա, այսինքն սա փաստ է թե նախկինում եւ թե հիմա, պարզապես ոնց որ ուսուցիչների ներգրավման ձևերն են փոխվել, հիմա սոցցանցային այս ակտիվացման ժամանակաշրջանում ուսուցիչների այդ ոնց որ նաև ազդեցությունը թե ծնողների թե աշակերտների վրա նաև սոցցանցերի միջոցով է լինում, սոցցանցերում իրենց ոնց որ կարծիքը տարածելու միջոցով է տեղի ունենում, նաև իհարկե կարող ենք լսել մեկնաբանություններ դասարանային արդեն միջավայրում, որ կարող են անել ուսուցիչները եւ կա նաև այսպես пассив քարոզչության միջոց, երբ օրինակ ուսուցիչները ներգրավում են իշխանական մարմինների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների ու մենք նաև վերջին օրերին մամուլում տեսանք հրապարակումներ, որտեղ ասվում է, որ այդ կրթությունը նորաձև է, այդ շարժումը, որ սկսվել է իշխանության կողմից եւ վարչապետի տիկնոջ կողմից պետական միջոցների, պետբյուջեի հաշվին է տեղի ունենում, այսինքն հարկատուների հաշվին եւ մենք տեսանք նաեւ վերջերս որ մատենադարանում ուսուցիչների էին բերել տարբեր մարզերից, այսինքն պետության միջոցների հաշվին ուսուցիչներին բերում են Երևան, ինչ որ միջոցառման են մասնակցում, որտեղ մամուլում էլի տեսանք հրապարակումներ ուսուցիչները դուրս էին գալիս եւ երբ իրենց հարցեր հնչում թե ինչի մասին էր իրենք անգամ բովանդակությունը այդպես հստակ չէին պատկերացրել, բայց բովանդակությունն այն էր իրականում, որ իրականացվի քարոզչություն, մենք տեսնում ենք նաեւ նախընտրական քարոզչություն այստեղ, որ պատրաստվում են եկող տարի տեղ ունեցող ընտրություններին, այսինքն փաստացի ուսուցիչները ներգրավում են նախընտրական քարոզչական process-ին, չգիտեմ գիտակցաբար թե անգիտակցաբար, սա էլ նաև քննարկելու եւ ուսումնասիրելու հարց է, այսինքն մենք տեսնում ենք, որ пассив կամ ակտիվ կերպով ուսուցիչները բարբերաբար բոլոր իշխանությունների կողմից փորձել են ներգրավել քաղաքական process-ների մեջ, ինչը կրկնում եմ կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ եւ պետք է հաշվի առնել նաեւ ազգային անվտանգության հարցը, արդյոք որ նորմալ է, որ ուսուցիչը քարոզչական ոնց որ այդ process-ի մեջ է մտնում, հետո այդ քարոզչությունը տարածվում է աշակերտի եւ նրա ծնողների վրա, արդյոք դա նորմալ է եւ մենք որպես այդպեսի ինչպիսին ենք պատկերացնում հետագայում այդ գործունեությունը իր Պետք է նաև նկատել, որ այսօր ուսուցիչների աշխատավարձերը այնքան ցածր են, որ իրենք ստիպված են լինում երկրորդ աշխատանք կատարել, հաճախ հենց այդ երկրորդ աշխատանքը կամ այլ եկամտի աղբյուրն էլ պատճառ են դառնում իրենց քաղաքական ներգրավվածության։ Արդյոք աշխատավարձի էական բարձրացումը եւ աշխատանքային միջավայրի բարելավումը չի նպաստի ձեր նշված խնդիրների կարգավորմանը, լուծմանը։
Ցանկացած պարագայում ուսուցիչների աշխատավարձը քննարկելու թեմա է եւ աշխատանքային պայմանները քննարկելու թեմա է։ Ճիշտ է, աշխատաժամանակը օրինակ կրճատվել է, բայց ելի շատ ծանրաբեռնված են աշխատում։ Աշխատավարձերի որոշակի փոփոխություն կա, բայց ելի հիմնականում ուսուցիչները ցածր աշխատավարձ են ստանում, ինչը բերում է նրան, որ նախ ուսուցիչները ունենում են այլ ոլորտում հետաքրքրություններ, այսինքն իրենց ոլորտը իրենց չի բավականեցնում եւ շատ հաճախ իրենք ոնց որ երկրորդ աշխատանքի են փորձում գտնել, ինչը նաև կարող է քաղաքական դաշտի հետ կապ ունենալ եւ նաեւ երբ մենք տրամադրում ենք ուսուցչին արժանապատիվ աշխատավարձ, երբ մենք տրամադրում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ, կարող ենք նաեւ պահանջել ուսուցչից համապատասխան աշխատանք, համապատասխան որակի աշխատանք, այսինքն օրինակ պահանջել, սահմանել որոշակի վարքականոններ, պահանջել, որ ուսուցիչը հետևի այդ վարքականոններին, որովհետեւ ըստ աշխատանքային պայմանագրի ինքը ստիպված կլինի այդ վարքականոնին հետևել, բայց երբ ուսուցիչը ունի այսպես խոցելի կարգավիճակ, ցածր աշխատավարձ, չափից դուրս ծառաբեռնված աշխատանքային պայմաններ եւ մենք երկրում ունենք ուսուցիչների թվի պակաս, որովհետեւ շատ հաստիկներ ուղղակի թափուր են մնում, նման պարագայում պարզապես պահանջել որևէ հստակ վարքականոն միայն ներդնել դժվար կլինի եւ սա պիտի ոնց որ համալիր գործողությունների շարք լինի ուսուցիչների համար, թե աշխատանքային պայմանների բարելավում, թե աշխատավարձի բարձրացում, թե ուսուցչի ոնց որ դերի բարձրացում, թե նաև որոշակի պահանջներ իր աշխատանքի հետ կապված եւ այս պարագայում օրինակ կարող ենք սահմանել այստեղ ուսուցչի վրա ուղիղ ազդեցություն չունեցող մարդկանց կողմից իրականացվել որոշակի վերահսկողություն այս աշխատանքի, չգիտեմ, որոշակի խմբերի ստեղծում, որոնք կվերահսկեն դպրոցում ուսուցչի աշխատանքը։